Ամուսինս խաղամոլ է ինչ անեմ, սա շատ տարածված հարց է, շատ են գրում ինձ այս թեմայով ընկերներ եւ ես հասկանում եմ թե ինչքան ակտուալ է այս հարցը։ Ասեմ, որ նորից շատ կարևոր է թե ձեր պոզիցիան, ես կնոջ դերի մասին, հա, հիմա կխոսամ, որտեղ այստեղ գրողս մա ամուսինս է խաղամոլ, շատ կարևոր է ձեր վարքը, ձեր դերը, ձեր պոզիցիան ինչքանով է նպաստում ամրապնդում այդ վարքը, հա, նորից հիշեցի իմ այցելուներից մեկին վերջերս, որ ինքը այնքան ոգևորված էր, որ այսպես էլ ինձ համոզում էր, որ բայց Անի ջան, ինքը այդ հաղթած գումարը տուն է չէ բերում, տուն է բերում։ Նախկինում ինքը երբեք այդ գումարը տուն չի բերել, օրինակ միշտ իր մաման պատմեր, որ ինքը ավելի դրսի տղամարդ է, ինքը աշխատած, մենք իր աշխատած փողի երեսը չենք տեսնում, բայց չէ որ հիմա ինքը ինչ որ ոնց որ կրում է, ինչ որ հաղթում է այդ խաղի ժամանակ, ինքը տուն է բերում, այսինքն դա իր համար նայեք, օ, ինչ մեծ ցուցանիշ ամուսինի այդ գումարը տուն է բերում, իրանք վերցնում են այդ փողը կոպիտ ասած ծխում են, վերջում էլ ակնկալում են, որ ինքը էլ չպիտի խաղա։ Ինչ պիտի չխաղա, որովհետև ամուսնու մոտ ամրապնդվում է մի համոզում, որտես ես հաղթեցի այս գումարը, տարա տուն եւ իմ ընտանիքը, իմ կինը, իմ երեխան կարողացան իրենց հարցերը լուծել, իրենց պահանջմունքները բավարարել, ուրեմն ես լավ մի բան եմ անում, սա ելք է, որով ես կարողանամ լուծել իմ ընտանիքի հոգսերը, կանոնները, ընկերներ, մի ուրախացեք այդ 2 կոպեկով, որ ամուսինը տուն է բերում, մի ուրախացեք, հա, որովհետև ինչքան բերում է, դրա հազարապատիկը տանում է, ու նորից, հա, օրինակ կինը կարա ասի, որ բայց չէ որ ինքը երբ որ տանում է խաղալու, էլի իմ երեխեքից է տանում, էլի մեր ընտանիքից է տանում, ուրեմն գոնե երբ որ հաղթում է, թող տուն բերի։ Պետք չի այդ տուն բերած գումարը, ընկերներ, փորձեք հասկանալ խորքային պատճառը, փորձեք հասկանալ ինչ է իրականում կատարվում։ Եթե դուք ինքներդ մասնակից եք դառնում նրան, որ այդ զարթուղի ճանապարհով անարդար, կեղտոտ, վտանգավոր, ինքնավնասման տանող, ինքնակործանման տանող ճանապարհով ամուսինը գումար բերի, որով դուք հոգաք ձեր կարիքները, հետագայում դուք չեք կարող կանխել, որ ինքը ամենավերջին ունեցածը չտանի խաղալու, հույս ունենալով, որ հեսա ինքը կորցրել է, ավելի շատ իր կորցրածից կհաղթի եւ հարցը տեղը կընկնի, որովհետեւ շատ հաճախ խաղամոլները հենց այդպես էլ ասում են, ես նորից էի փորձում, որովհետեւ ցանկանում էի հաղթել ավելի մեծ գումար, որով կկարողանայի իմ պարտքերը փակեի, չգիտեմ, վաճառածս մեքենան հետ բերեի, տնից տարած գումարը հետ տանեի, այսինքն ես հիմա չեմ կարող խոսել խաղացող այսինքն խաղամոլ տղամարդու մասին, բայց ես կարող եմ խոսել այն կնոջ հետ, ով գրել է ինձ այս հարցը։ Գտեք ձեր պատասխանատվության, ձեր ազդեցության շրջանակը։ Դուք ինչքանով եք նպաստում, որ ձեր ամուսնու մոտ այս վարքը ամրապնդվի։ Դուք ինչքանով եք խթան հանդիսանում, որ ձեր ամուսինը գնա եւ փորձի այդ ճանապարհով գումար բերել տուն եւ ձեր կարիքները բավարարի։ Այսինքն դուք փորձեք մտածել ձեր դերի մասին, ձեր ներդրումը որն է այս ամենի մեջ։